մի անգամ հիշում եմ ինձ մեկը ինչ որ նկարահանման հրապարակում էր ասաց, ոնց որ իտալուհի լինես, ինչ գեղեցիկ ես, ու ես ինձ լավ զգացի։ Բայց հետո մի պահ եկա, որ մտածեցի, ինչի՞ ինձ լավ զգում, որ ինձ համեմատում են իտալուհու հետ։ Ինչի՞ չի կարելի ասել, որ դու պարզապես գեղեցիկ ես, որովհետև հայուհի ես։ Ու այդպեսին ես, օրինակի համար։ Մենք անverջ ուզում ենք մեզ ասեն, որ մենք ֆրանսուհու ենք նման, իտալուհու ենք նման, կարծես կնոջ համար դա ինչ որ բարձր մի կետ է, երբ դա ասեցին, համեմատեցին, ուրեմն դու ամենագեղեցիկն ես։ Ինչի՞ չենք կարող պարզապես մերը ունենալ ու մերը սիրել։ Այդ օտարամոլությունը չեմ հասկանում։ Ինչ ազգային կոմպլեքսներ են նաև դրանք, ես կարծում եմ։ Ինչը հետաքրքիր է, որ օրինակ վրացիները չունեն։ Հպարտորեն ներկայանում են որպես վրացուհիներ եւ շատ գեղեցիկ իրենց կարողանում են մատուցել, նույն կանայք կամ վրացական կինոն, շատ ինքնաբավ են։ Մենք անդադ ուզում ենք ուրիշինը ու այդպես դառնում ենք ավելի անհետաքրքիր, որովհետեւ մենք ինչպեսին որ կանք ավելի հետաքրքիր ենք ու աշխարհին էլ ենք ավելի հետաքրքիր մեր պատմություններով, մեր առօրյայով, մեր կենցաղով, մեր հեքիաթներով, բայց ոչ թե ուրիշից վերցրած արդեն ինչ որ շինծու ներկայանալիք ինչ որ մի բանով, որը մերը չէ, որը մենք չենք էլ ճանաչում, ինչե վերջ։ Ճիշտ ասացիք, որ ճանաչողության խնդիր կա այստեղ, որ մեր մշակույթը մենք բավարար չափով չենք ճանաչում եւ չենք էլ ներկայացնում։ Դրա համար մեր ուղիները մեզ միշտ սխալ տեղ են տանում, մանավանդ այսօրվա Հայաստանում, կարծես ուղին ընդհանրապես գտնված չէ եւ հենց պատճառներից մեկն էլ դա է։